նախատեսությունից եւ ակցիան որքանով կարող է արդյունք տալ։ Սենց ասեմ, անկեղծ եմ ասում, արդյունքի մասին ոչ մի սենց ասած սպասելիքներ չունեմ, որովհետև ակնհայտ է այս ամեն ինչը պետության սենց ասած բարձր աստիճան պաշտոնյաների հովանու ներքո է տեղի ունենում, մասնավորապես մենք արդեն տեսանք է, որ երեք չառաջորը ոստիկանության կողմից վկայի ցուցմունք գործելու նպատակով ոնց են ծեծել, հա մինչ օրս այդ ոստիկանը ձերբակալված չի, ակնհայտ է, որ այս դեպքով էլ ոչինչ չեն անելու ու այս իմ ակցիայի նպատակը հնչեղություն ապահովելն է, ու այս ակցիան այսօր այսքանով չի ավարտվելու, այս ակցիան շարունակական է լինելու ձվերի տեսքով եւ այլ պետական կառույցների շենքերի մոտ, այսինքն հնչեղությունը ապահովելու համար։ Հավկիթների իմաստը, որ այն պաշտոնյաները բարձր աստիճան, հա, կլինի դա դատախազի, չգիտեմ, վերահսկող դատախազ, իմ գործը հսկող դատախազը, հա, որ ասեն ես որ դիմում եմ գրել, մանրակրկիր, ամեն ինչը ներկայացրել եմ, ասել եմ սենց, ասկադմփոնցնալ, այս ձուն, ես անկեղծ ասած միտում էլ չունեմ, կոտրելու կամ շենքի վրա նետելու, որ այս ոստիկանները, չգիտեմ, սենց ուղարկել են իրանց ինչ-որ պահել, այլ իրանց փոխանցեմ, որ իրենք այս ձուն նայելու հասկանան, որ իրանք ովքեր են, այդքան բան, որ քաղաքացին, քաղաքակիրթ ձևով դիմում է գրում, դիմումներին ընթաց չեն տալի, քրական վարույթին ընթաց չեն տալի, իրանք արժանանալու են այսպես ձվի։ Պարոն Չամփոյան, որ ընթացք չեն տալիս, կարծում եք դա պայմանավորված է ձեր անձով։ Ոչ թե անձով է պայմանավորված, այլ կոռուպցիա է, որովհետև տեսեք, բացահայտել եմ կոռուպցիա, ավելի հստակ, ավելի մանրամասն։ Հասկանան, եթե մեկ այլ քաղաքացի դիմեր նման խնդրով, ավելի արագ կարձակվի։ Ոչ, ըստ անձով չի պայմանավորվում, որովհետև դա կա ակնհայտ կոռուպցիա։ Ինձ պաշտոնական սուտ տեղեկատվություն են տրամադրել 2024 թվականի եւ Երևանի քաղաքապետարանը իմացել է այդ կոռուպցիայի մասին, այսինքն համապատասխան հողատարածքի զավթման մասին, բայց Երևանի քաղաքապետարանը ոչ մի միջոցներ չի ձեռնարկել։ Ինչը որ դա քրեորեն պատժելի առարկա համաձայն քրեական օրենսգրքի 447-448 հոդվածների։ Երբ որ ես բարձրաձայնում եմ Տիգրան Ավինյանը ասում եմ մենք զրպարտության համար, այսինքն ինքը ինձ դատի կտա, հետո հաստատվում է, որ դա ճիշտ է, Երևանի քաղաքապետը քանդման որոշում է թողարկում, որ այդ ինքնական շինությունը քանդի, ու ինձ դեկտեմբերի 26-ին ասում են, այ, հեսա քաղաքապետարանը գնում է քանդի, բայց այն դեպքում արդեն հայցի ապահովում են կիրառել, այսինքն 6 օրվա, 7 օրվա ընթացքում իրանք քանդման աշխատանքներ չեն իրականացրել, որ իբրև թե պիտի իրականացնեն, հայցի ապահովում են ներկայացել, որ այլ շինությունը չեն կարող քանդեն, այսինքն ինչ է նշանակում, 1 տարուց ավել քաղաքապետարանը տեղյակ է, ոչինչ չի ձեռնարկում, իմ հանրայնացնելուց հետո, այդքան դեպքերից հետո, նոր քաղաքապետարանը որոշում է քանդի, ու հետո վայ, դատարանը բան եղավ, հայցի ապահովում, թե չէ մենք հասնում ենք, հիմա ես ասեմ ավելի, եթե Երևանի քաղաքապետարանը, այն որ ասում է իրանց դրդումները ազնիվ է, նույն անձնավորությունը, ով որ այդ տարածքը զավթել է, Բաղյան 2 տրոփինգ հասցեում, անմիջապես իրա կողքի տարածքը, որը ուրիշ հասցե է կրում, էլի նույն անձին է պատկանում, էլի համայնքա պատկան հողը զավթես, թող գնա էլի քանդի, տենամ գնալու են քանդեն, այսինքն ինքը հանրային, սենց ասած, ճանաչելիություն ունեցող անձնավորություն չի հանդիսանում, անազգանունը սեփականատերի նորիկ այո, Տիգրան համաձայն մամուլում տարածված տեղեկատվությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմներն են։ Այսինքն ակնհայտ է մարդիկ զբաղված են հողազավթման ու Երևանի քաղաքապետարանը դրա վրա աշկ է փակում։ Ուրիշ դեպքերում, երբ որ մարդիկ դիմում են դատարան, ինքնական շինությունը օրինականացնելու եւ այլն, մենք տեսանք անցած տարի դատարանի ընթացքի ժամանակ Երևանի քաղաքապետարանը գնում քանդում էր։ Բախի հիմա չի գնում քանդի։ Այդ որ մի քաղաքացին կարա Երևանի քաղաքապետարանի կողմից սուտ տեղեկատվություն տրամադրի տվյալ շինության վերաբերյալ։ Ակնհայտ է դա բարձրաստիճանների հովանու ներքո է ելնում։
Այսինքն, եթե մենք դնենք հաշվենք, մոտավոր առնվազն 500, 700, 800, 900,000, մոտ 1 միլիոն դոլարի հողազատման դեպք է արձանագրվել, կողքի հողատարածքն ներառյալ։ Բացի դատախազությունից, պարոն Չախոյան, որևէ իրավական այլ կառույցի դիմել եք, թե ոչ, եւ այսօր պահանջել եք հանդիպում գլխավոր դատախազի հետ, թե միայն ակցիան եք իրականացնում։ Չէ, հանդիպումը ուժի մեջ է, այս չի, ես չգիտեմ, ես ինչ սադրիչ կամ sense ես ինչ միջոցների եմ գնում, ուղղակի այս ամենին հնչեղություն եմ տալի, որ հույս ունենան, որ գոնե ամոթի զգացողություն կունենան, գոնե այս նախընտրական շեմին, հա, ընտրություններին, որ ինչ-որ իրավական ընթաց պատշաճ ընթացքի տան, որտեղ այս ամեն ինչը ականայց ծածկատնփոց է, ժողովուրդ, անկեղծ էլի։ Եթե մարդը կա, դեմքը կա, այդ մարդը անձը հայտնի է, ոստիկանությունը քեզ ասում աղբեր, այս մարդն է եղել, ասում ես, հա, բայց գործի նյութերում իրանք դառնում են անհայտ անձիկ։ Տեսանյութ են տվել, տեսանյութը գործերի նյութերին չեն կացում, ասում են չկա։ Ոնց հալնում տեն, ժողովուրդ։ Մեկ էլ հա, իդեպ դատախազությունը նամակ եմ որ ստանում, այդ նամակն է պատրված եմ ստանում։ Այսինքն դատախազությունից որ դուրս է եկել, արդեն ճղել, պատրել, կարդացել, նոր են ուղարկել, այդ վիդեոնը, հենց վիդեո եմ նկարել post-ում, հայ post-ում նկարել եմ, ոնց եմ ստանում, ճղած, պատրած նամակ եմ ստանում։ Այսինքն հասկանում եք, այս խայտարակության, ինչ, հետո էլ ասում են ժողովրդավարություն, օրենքի երկիր։ Ներքին գործերի նախարարությունը որևէ կերպ արձագանքել է, թեկուզ նախարարի հետ փորձել եք հանդիպել։ Ներքին գործերինը չէ, դատախազությունը դիմել, որտեղ քանի որ անմիջապես հենց գործը հենց դատախազության տիրույթում է, իրենք են հսկողը, դե ոստիկանությունը որ տեղյակ է, դատախազությունը տեղյակ է, հենց ասած այլ կառույցներին դիմելու, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանին իմաստ չեմ տեսնում, որովհետև ըստ էության մենք ակնհայտ տեսնում ենք, որ ավելի վատ դեպքեր են ելնում, ոչ մի ընթացքի պատշաճ չի տրվում։ Պարոն Չախոյան, այս հետապնդում Հարյուր 60 թեմի հարգելի հետևողներ, նշեմ, որ բողոքի ակցիայի է տեղի ունենում գլխավոր դատախազության շենքի մոտ, բողոքի ակցիան իրականացնում է հասարակական գործիչ Արթուր Չախոյանը, նա նշում է, որ իր հետ կապված բոլոր քրեական գործերը նրա բնորոշմամբ դատախազությունը ծածկադմփոց է անում եւ չի ցանկանում ընթացք տալ, քանի որ ինքը բացահայտում է կոռուպցիոն ռիսկեր։ Ասում դիմում գրեք։ Ես ասում գրում եմ, գրել եմ, ցանկություն ունեմ, գրել եմ, ցանկություն ունեմ, գրել եմ, գնացել եմ, գիտեմ, անցած շաբաթ մոտիկացել եմ, ոնց որ կարգն է բաժնում օրենքով, արել եմ, այդ ամեն ինչին իրավական ընթաց չի տրվել։ Դրանով պայմանավորված տեղեկացել եմ դատախազությանը նույնիսկ դեպքի արդի, որ տալու եմ ակցիա իրականացնել։ Հիմա կարա՞ք ասել։ Ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն եք ցանկանում, բարձրաբանում եք ուզում եք։ Պատշաճ ընթացք եմ պահանջում։ Գործի վերաբերյալ առաջարկում եք։ Եթե ունեք ցանկություն բարձրաբանման, կարող եք մոտենալություն անել։ Մոտիկացել եմ քանի անգամ մոտիկանամ, գիտեք քանի անգամ եմ ես դիմում։ Գիտեք քանի անգամ ես ամեն հա դատախազությունը ընդունարան բան է փոխանցում։ Լավ, շատ հիմա խնդիր չկա, ընդունարան եմ։ Այսօրվա իրավապահ համակարգի ոչ պատշաճ գործելավոճի հարցումն է ու այս նման ձևի ակցիաները շարունակական բնութագրել է։ Այսքանով է սաղորդում։ Բանկան
Անչախոյան, եթե կարելի է։ Դուք ճիշտ եք խոսեցիք հաջորդի իրականացնելիք ձեր քայլերին։ Ինչպես։ Խոսեցիք հաջորդի իրականացնելիք։ Ասեցի հրապարակային կհայտարարեմ, առայժմ չէ, բայց շարունակական բնույթ կրելու է։ Հիմա կարողա, չգիտեմ, այսօր իրականացնեմ, վաղ առավոտը իրականացնեմ եւ ինչ ոճով, ինձ հայտնի չի, չեմ որոշել, բայց հաստատ ես դա շարունակական բնույթ է կրելու, եթե իրավապահ համակարգը այդ ամեն ինչին պատշաճ չտա։ Ես հույս ունեմ 0.000 ամբողջ մասնորդական տոկոս, 1%, որ գոնե այս քանից հետո ընթացք կտան, եթե չեն տա, էլի շարունակելու եմ։ Տեսնում եք իմ արարածների մեջ գրորեն եւ եսի ինչ վատ բան չեմ անում, էլի։ Բացի գլխավոր դատախազությունից, այս խնդրի հասցեատերը որ կառույցն է։ Երևանի քաղաքապետարանը, ի սկզբնա եթե իր սկզբնաղբյուրն ենք վերադառնում, Երևանի քաղաքապետարանն է, որտեղ էլի եմ կրկնում 2024 թվականին համայնքապատկան հողի վրա շինություն են կառուցել, Երևանի քաղաքապետարանը դրա մասին տեղյակ է, դիմում գրավորող տեղյակը գնացել արձանագրություն է կազմել, որ շինությունը ապօրինի է, մի տարի շինարարություն են անում, չեն կասեցնում, թողում են, Չախոյանը երբ որ գնում է հանրայնացնում է, ասում է Չախոյանը զրպարտություն է տարածում, բայց հետո այդ ամենը հաստատվում է ու Երևանի քաղաքապետարանը, երբ որ ես գրավոր դիմում եմ գրում, ասում եմ Երևանի քաղաքապետարան, ըստ է որ այս հասցեում շինարարություն են անում, շին թույլտվություն ունեն, օրինական է թե չէ, նկարներ տալիս եմ քաղաքապետարան, ցույց եմ տալիս շինա քաղաքապետարան